Հարգելի նախագահող, հարգելի գործընկերներ, խոսքը ուրիշ բանի մասին է, մենք շատ ժամանակ շեղվում ենք։ Նախ Հայաստանի Հանրապետությունում աշխատավարձ ստացող մարդիկ արդեն 800,000-ը անցել է, բայց այստեղ խոսքը գնում է այն 100,000-ի մասին, ովքեր որ բացի իրենց աշխատավարձից այլ եկամուտներ ունեն։ Բայց սա քաղաքակրթության աստիճան է, դու ինչքանով ես թվայնացված։ Եթե ծրագրավորողները կան, լավ պատկերացնեն, որ այսօրվա արհեստական ինտելեկտի պայմաններում, որոնք որ ամեն օր թարմացվում են եւ նոր առաջարկներ են լինում, Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի ունենալու է, այսպես ծրագրային լեզվով ասենք, իր սենյակը, այդ քաղաքացու հետ ինչ շրջանառություն, ինչ գործողություն լինի, այդ սենյակում դրանք պետք է պահված լինի, որ պետական մարմինները կամ ցանկացած այլ մարմին, որ այդ իրավունքը կունենա, ներգործի եւ սկսի այն ուղղությամբ կամ ինչ տվյալ, որ իրեն պետք է, տվյալները ստանա։ Բայց ես մի այլ ավելի կարևոր բան եմ ուզում ասել։ Երկու հարց կա, մեկը պարոն Պողոսյան, ինքնաշխատ եւ ռեզիդենտի խնդիրը, եթե Հայաստանի Հանրապետությունում ստորագրվի մարդը դառնա որպես ռեզիդենտ, դա արդեն ավտոմատ թվայնացման ծրագրով կգնա նորից իր սենյակում կամ որտեղ որ աշխատում է համապատասխան քաղաքացին Հայաստանի կլինի, թե որտեղից կլինի, անպայման կգնա իր այդ սենյակում կամ կթվայնացվի, ինքը եթե միտեղ աշխատում է այնտեղ, եթե ինքը պետք է հարկ վճարի, այդ ամեն ինչը, այդ տվյալները կլինի պետական այս կամ այն տարբեր տասնյակ մարմիններում։ Բայց խոսքը գնում է, երբ որ ասում եք ֆիսկալ, ես ուզում եմ մեր գործընկերներին ասել, այս վիճակագրության վերլուծությունը 1000 անգամ ավելի մեծ օգուտ է տալու մեր պետությանը, քան ֆիսկալությունը, որտեղ ես ես ասի 700,000 մարդ 4 իր աշխատավարձով է ապրում, այդտեղ մենք խնդիր չունենք, այստեղ պետք է ուղղակի շարժը, ուղղակի այդ փոխանցումը, դուք ինքներդ լավ գիտեք, որ այսօր բավականին շատ հավելվածներ կա, որ մարդիկ այդ հավելվածներով օգտվում են այդ համակարգերից, դրանք նույնպես ապագայում միանալու է արհեստական ինտելեկտին, նորից գնալու է այդ մարդու գործողությունները իր սենյակում, թե ինքը ինչ կարգի ծախսեր է արել, այնպես որ ամեն ինչ թափանցիկ է լինելու, բայց ամենակարևոր, ես վերջերս մի վերլուծություն ենք ուզում անել, ուզում եմ ձեզ փոխանցեմ, որ ավելի պատկերավոր լինի, օրինակ Հայաստանի Հանրապետությունում երկու միջոցառում է եղել, երկիշներ են եղել, մեկը Ռուսաստանի Դաշնության, մյուսը Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Մինչև անգամ մենք չունենք, թե այդ օրերին հյուրանոցները ինչ կարգի զբաղվածություն են ունեցել, ռեստորանները ինչ կարգի ծախսեր արվել, արդյոք միջին ծախսից ավել է եղել, արդյոք հյուրանոցների որ կարգի հյուրանոցները, ինչ աստղերի հյուրանոցներ են ավելի զբաղված եղել։ Հիմա մեզ պետք է, որ եւ քու երկրին ճանաչում են, դու ինչ աստիճանի ես թվայնացված, քու երկրին որակ են տալիս, դու ինչ աստիճանի թվայնացված երկիր ես եւ ինչ աստիճանի կարող ես նույնականացնել այս կամ այն քաղաքացուն կամ քու երկիր եկող օտարերկրաքաղաքացուն եւ քու երկրի քաղաքացուն։ Խնդրում եմ, սա ոչ ֆիսկալ նայեք, ոչ այնպես, ժամ առ ժամ ամեն ինչ փոխվում է, շատ ժամանակ մարդը ոչինչ չի անել, ուղղակի իր ստորագրությունը դնելու է, մնացած իր գործողությունները արդեն պարզ երևալու է Հայաստանի Հանրապետությունում, դա էլ նպաստելու է, որ Հայաստանի Հանրապետությունը ավելի արագ տեմպերով զարգանա։ Այսքանը, շնորհակալություն։